երևանցիներին շնորհակալություն եմ հայտնել եւս մեկ անգամ շնորհակալ եմ բոլոր երևանցիներին, բոլոր բնակիչներին, որ ակտիվորեն մասնակցեցին Երևանի ավականու ընտրությունների, հատկապես շնորհակալ եմ այն բնակիչներին, ովքեր իրենց քվեն տվեցին մեր թիմին, վստահեցին մեզ եւ նաեւ շնորհակալ եմ այն երևանցիներին, ովքեր իրենց քվեն չտվեցին մեզ, մասնակցեցին ընտրությանը եւ վստահ եմ իրենց սպասելիքները մենք արդարացնենք։ Պարոն հայտարարագիրը ձեր շատերին հանգիստ չի տալիս, ինչպես եք վերաբերում։ Դրա մասով դուք կարող եք նայել մամուլում ՀԿՑ-ն ուսումնասիրում է, պարոն Մարկյան, ձեզ դա անհանգստացնում է թե ոչ։ Հատուկ հնչական ծառայությունը։ Չէ, ես այդ մասով ինչ չի անհանգստացնում որպես անձնական, որտեղ ես ինչ ունեի, հստակ իմ հայտարարագրի մեջ գրել եմ։ Պարոն Մարկյան, այն մարդիկ, ովքեր ինչ ունեն, չեն գրել։ Ուժերը, որոնք անցել են, ձեզ անընդհատ քննադատում են, ո՞նց եք պատկերացնում ձեր համատեղ աշխատանքը, նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության, Բարև Երևան դաշինքի համագործակցությունը, հա, աշխատանքային process-ը ո՞նց եք պատկերացնում։ Ես կողմնակից եմ այն առողջ խորհուրդներին, որոնք հնարավոր են այդ ընթացքում կտան այն առաջարկներին, եթե առողջ եւ երևանցուն Երևանի համար այն առաջարկները կլինեն, պատրաստ եմ ընդունել։ Պարոն Մարկյան, այսօր տարօրինակ չէր, որ Բոյդան եւ ՀԱԿ-ը չանցան, պարոն Մարկյան։ Մրցակցության ժամանակ բոլորն են ցանկություն ունեն հաղթել, բայց երևի այդ հարցը արդեն իրենց պետք է։ Պարոն Մարկյան, մի հարց, Փակ շուկայում դարձյալ երեկվանից առանց նախագծի շինարարություն են ընթանում, ինչ է կատարվում, կարող եք ասել։ Փակ շուկայում եթե ստորգետնյա շինարարություն։ Չէ, վերգետնյա, այսօր նկարել եմ։ Վերգետնյա շինարարություն համար ես արգելել եմ եւ դրա համար արձանագրություն է կազմված։ Այսօր ընտրությունների հետ է կապված, որ պարոն Ալեքսանյան լավ աշխատեց, միգուցե նրան հնարավորություն եք տվել, հիմա տանիքում աշխատանք է կատարվում այս պահին։ պահին։ Մենք բազմիցս ենք հայտարարել, որ թույլ չենք տար Փակ շուկայի շարունակությունը, մինչև չլինի նախագիծը, թույլտվությունը եւ ճարտարապետների կարծիքը։ Եվ ճիշտ է, շատերը ասում են, որ ընտրախախտումներ, ընտրակաշառք է բաժանվել եղել են, տենց դեպքեր կան։ Դա իրավապահ մարմինների պետք է դիմեք, եթե նման բան եղել է, թող դիմեն իրավապահ մարմին։ Իսկ թաղային հեղինակությունների ակտիվացումը ինչով եք բացատրում այս ընտրություններին, պարոն Մարկարյան, այս անգամ շատ է ինչափի։ Ճիշտ է, որ պատասխանատու բոլորը երևանցիներ են, Երևանի բնակիչներ են եւ Երևանի բնակիչներ բոլորն էլ իրենց մասնակցությունը ուզեցել են ունենալ։ Իսկ պատասխանատվությունը, որ մեր սեփականի վրա է, դա ճիշտ է։